խնդիրներ եք առաջնային համարում, որ պետք է լուծվեն մեր երկրի համար, ըստ առաջնահերթության նշեք 5 ամենից կարևորները։ Տնտեսական զարգացում, խաղաղություն, ուրիշ ինչ ասեմ, չգիտեմ, ժողովրդի վիճակի բարելավում։ Հեռացնել ամբողջ կառավարությանը։ Երկրորդը բերել նորմալ մարդկանց։ Երրորդը հետևել այս կարգուկանոնին։ Չորրորդը կրթության դպրոցի հարցը կարգավորել։ Հինգորդն էլ ինչ ասեմ։ Մի քիչ մտածել եմ ժողովրդի մասին։ Անհապաղ լուծման կարիք ունի ուսման ոլորտում, բժշկության ոլորտում, բարեկեցիկ կյանքի ոլորտում եւ Հայաստան հասկացողությունը դա մենակ Երևանը չի, որ բազում շենքեր են կառուցել ու հրավիրում են բնակվելու ու վաճառելու։ Վանաձորում կան բազում շենքեր կիսատ թողած, որոնք մինչ այսօր չի կառուցվել։ Ցավալի է, որ միլիոններ է ծախսվել ու մնացել է անկառուցելու։ Եթե նրանք գոնե մի մասը կառուցեին, բավականին բնակիչներ Ղարաբաղցիք այդ որ գնացին ընդե բնակվելու, կգային Վանաձորում կբնակվեին, մի երկու հատ աշխատատեղ կբացվեին։ Բացի կարի արտադրությունը ճյուղ արտադրություն չկա, որ մեր քաղաքի տղամարդիկ կարողանան աշխատեն, բոլորը դուրս են գալիս հանրապետությունից աշխատելու համար, ընտանիքի գոյությունը պահելու համար։ Իր դա շատ ցավալի եւ ողբալի է։ Ընտանիքներով են գնեն, որը դա հաճելի չի։ Երիտասարդ զույգեր են գնեն, որ աճ պտի տային մեր երկրի համար, իսկ հիմա նրանք բացակայում են մեր երկրից։ Դա շատ ողբալի վիճակ է։ Անհապաղ բոլոր համակարգերում պետք է մի հատ վերանայվի ամեն ինչը։ Ինձ թվում է կառավարության վերընտրության հարցը հիմնականում կրթական համակարգի վերափոխումները զինվորական ծառայության հետ կապված մեր պաշտպանության հարցերի հիմնական վերանայում է պետք։ Երկիր առանց բանակի, առանց հզոր բանակի ես չեմ պատկերացնում, երկիր առանց հզոր դպրոցի ես չեմ պատկերացնում, ինձ թվում է մնացածն էլ կբխեն դրանից։ Եթե ուզում ես հզոր երկիր ունենաս, նախ պետք է ծաղկացնենք դպրոցը եւ շենացնենք, ուժեղացնենք բանակը։ Անվտանգությունը պետք է լինի մեր ուժի տեսանկյունից, ոչ թե մեզ տիպողաբար, որ մենք հավատանք, որ խաղ կարող է լինել X ժամանակում։ Որ ներկապան ես չեմ գտնում, որ կարող է դա լինել։ Քանի որ թե ուժի տեսանկյունից պետք է դու խաղաղությունը կառուցես։ Ինչքան ուժեղն ես, հարևանները քո հետ կբանակցեն ավելի ուժեղ, ավելի ուրիշ տեսանկյունից, քան հիմա, բայց դե ներկա քաղաքական այդ գլոբալ առումներով շատ տխրահարույց վիճակում է Հայաստանը։ Հայը հային սիրի, որը որ հիմա ուտում են իրար, իսկ էտիս չի սազում մեր ազգին հարիշ չի էտի։ Անհապաղ խնդիրներ, երևի մեր կրթության ոլորտում խնդիրներ կան, որ իրոք պետք է լուծվեն, որ արդեն շատ է հնացել, շատ բաներ է հնացել, որ պետք է փոխվի։ Ինձ թվում է խնդիրներ կան նաև մարդու աշխատանքի ոլորտում շատ, իրանց իրավունքները խախտելու ոլորտում, առողջապահության ոլորտն էլ ավելին կցանկանայի, որ մի քիչ ավելի բարելավվեր։ Երևի ավելի շատ մարդու իրավունքների, մեր երկրում երևի ավելի շատ մարդու իրավունքներն են խախտվում, կամ երևի մենք մեր իրավունքներից այդքան շատ տեղյակ չենք։ Երևի ավելի շատ մարդու իրավունքների, երևի որ այդ լուծվեր, այն մնացածը ինքնաբերաբար կլուծվեր։ Սոցիալական վիճակով շատ վատ է իմ ժողովուրդը, շատ։ Տնտեսական ոչինչ չունեն, առողջ է, որ սոցիալական վիճակը շատ ցածրավունց կարող է առողջ լինի մարդը, չի կարող լինի մարդը։ Առողջ, եթե նա չի սնվում նորմալ սոցիալական վիճակներից ած ցածր։ 5 խնդիր, մեկը թոշակառուն, այդ մեկը ջահելներ աշխատանք չեն ճարում, սաղորը թափառում են, գողությունը կլի, այդ անպայման, ճիշտ է։ Առաջինը պետք է վարչապետին փոխվի, անպայման, ուրիշ վարչապետ դրվի, այն մնացած արդեն իրան կգնա։ Ասա խնդիր այլ այդ ավտանեմ Հայաստանը, որ 5 խնդրով պրսնենք, հաստատ լուծողներ կլեն։ Իշխանությունների հրաժարականը ամենակարևոր խնդիրն է, ուրիշ խնդիր չկա այստեղ։ Թող Լևոն Տեր-Պետրոսյանը իր տարիների ընթացքում պատասխանատու լինի Ռոբերտ Քոչարյանն իր, Սերժ Սարգսյանն իր, Նիկոլ Փաշինյանն էլ իր, ու թող մի հատ տեսնեն 2000
1990-ից մինչև 2000-ն ինչ ա եղել, 2000 մինչև 18-ը ինչ ա եղել, 2018 թվականը։ Ու դրանից հետո ինչ ա եղել։ Ով ա հանձնել, ով ա կնիքը դրել, ով ա ստորագրել, դրանք պետքա դրա համար ժողովրդին մոլորեցնում են, որ նախկինները, չգիտեմ, ստորագրեցին, նախկինները ծախեցին, նախկինները ով ա ստորագրել վերջնական փաստաթուղթը Արցախի։ Ստորագրվել է 2022 թվականի ուրեմն հոկտեմբերի 6-ին Պրագայում։ Վերջ սրանից են կողմել ժողովրդին խաբելու, բան չկա որ խաբեն ժողովրդին ասեն նրանք են այլ ամենքն իր տեղը սխալներ ա ունեցել։ Բայց ով ա սխալ տարածքներ տվել։ Ում տարածքում են այսօր ադրբեջանցին ու թուրքը կանգնած։ Ում տարածքում են կանգ։ Գերիները որտեղ են այսօր։ Ու այդ գերիների այդ արկայության դեպքում, տարածքների հանձնման դեպքում փաստորեն այսօր բան են ամեն ինչ սա նորմալ է, ամեն ինչ սա բան հիմա էլ ընկել են չգիտեմ ատոմակայան են փակում կամ մասիս սար են հանում, սա խայտարակությունն է սա։ Էդ էլ է Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժը Մեղավոր կամ Լևոնը, որ մասիս սարը հանում է։ Խաղաղություն եք, բե ինչ խաղաղություն, Թուրքիա Ադրբեջանցու հետ խաղաղություն չի եղնելու։